Մենք պատրաստում ենք արատեսում, ճամբարականների համար պատրաստում ենք սյունիքի ճաշատեսակ։ Կոնկրետ կորնիձորում մենք ասում ենք դրան բաղի ճաշ։ Երևանցիները դրան ասում են աջապ սանդալ, Սյուզին օգնեց։ Օգնականները Հասմիկը եւ Սյուզին։ Ինչի ենք ասում բաղի ճաշ։ Որովհետեւ այս բաղադրիչները սոխտուր բաղադրիչները միջմանրացրու լրիվ այգուցա, այսինքն որ մենք բաղ ենք իջնում, բաղը այգիրա գիտենք, թաղում ենք կաբաչկա, էսա Դդմիկ եք դուք ասում, մենք կաբաչկան գիտեք ինչ տեսակի է կոնկրետ սա, նայեք գույնից երևում է կանաչ, մենք ունենք նաև սպիտակ, այս սրանից երկու տեսակի աճեցնում ենք մենք, բայց սրա համը ուրիշ է։ Դրա համար հիմնականում մենք կանաչ կաբաչկայով ենք սարքում, լոբի, էսի կորնիձորից է բերված իդեպ կաբաչկան, լոբին նույնպես կորնիձորի լոբի է, կարտոշկան, կարտոֆիլը կորնիձորի կարտոֆիլը, սոխը կորնիձորի է, մենակ բադրջանը չի կորնիձորի և ձեթը, մնացած ամեն ինչը կորնիձորի է։ Հիմա ինչ ենք անում, մեր բաղի ճաշը, որ ասեցի ամեն ինչը բաղից է գոյանում, ինչ որ քվարկեցի։ Հիմա Հասմիկի կտրտած սոխը, լսնում ենք սոխարած ենք անում, սոխարած, Հասմիկ մի քիչ չէ, էլի ունենք չէ սոխ, երկու գլուխի, մեր սոխարածը հիմա կդառնա, այդ ընթացքում մենք ավելացնելու ենք մեր մնացած բաղադրիչները։ Կան մարդիկ, որ պամիդորով են անում, լոլիկով, կան որ տոմատով են անում, հիմա մենք ոնց ցանկանանք նենց ենք անում, տոմատ էլ ունենք, լոլիկ էլ ունենք, ինչով ենք ուզում, մի հատ ձրքա, Տենա, հա, կուբիկներ, կաբաչկաներ, բադրջաներ, կուբիկներ են անում։ Խորանարդիկն է Սյուզին։ Այո, խորանարդիկները։ Մաթեմատիկայի մասնակետը շատ լավ գիտի։ Սոխարածը տոմատով ենք անում։ Ձեթին Հասմիկի կտրտած սոխը, իդեպ ասենք շատ լավ կտրտել է, չափը բանը նորմալ, հետո ավելացրեցի տոմատ, մի քիչ խոշոր մի քիչ խոշորա դե ոչի, հետո ավելացնում ենք հիմա մնացած բաղադրիչները, նայեք, քանի որ ինքը մեկ է, ես իրան ջուր եմ ավելացնելու, իդեպ լոբով համով, լոբին ինչքան շատ, այնքան լավ։ Կորնիձորում փաստորեն միս չեն դնում։ Չէ։ Ավանդական աջապ սանդալի մեջ եթե չեմ սխալվում կա տավարի միս։ Գիտեք, սա մենք որ բաղի ճաշ ենք ասում, անունը արդեն ասում է։ Ամեն ինչը բաղից է, վերջ, միս չկա բաղում, ամեն ինչը բաղից է։ Ինքը քանի որ ջրում է փրելու է, հերթով ավելացնում ենք, կարևոր չի, մի քիչ սպասենք հետ լոբին դառնա եւ այլն, բադրջանն ենք լցնում։ Մեկա ջրում ինքը եփելու է հավասարաչափ։ Բադրջան, էլի ունենք, չէ՞ բադրջան։ Այո։ Հասմիկ, դե ինձ օգնի մի բաժակ ջուր դու, որ տակը չկպնի, սկզբից մի քիչ ջրի մեջ ենք փոխում։ Հասմիկ ջան ջուրը։ Հիմա ստեղ լոբինա եւ բադրջանը, քիչ հետո կավելացնենք կաբաչկան, գտնիկները դուր ասած, մի հատ էլ քիչ է։ Մի հատ է։ Ասեք բաղի բարիքներ ալերի։ Արդեն երևում է որ շատ համով ալինել։ Ինքը թող խաշի քիչ, ես հերթով ավելացնում եմ։ Քիչ հետո կավելացնեմ կաբաչկան։ Դդմիկները։ Գորիսի, կորնիձորից, նայեք գույնը ինչ հետաքրքիր։ Էս էլ ենք լցնում։ Հիմա հասկանանք ինչ կատարվեց ստեղ։ Սա միան խառնում ենք, լոբին, կաբաչկան, բադրջանը, միասին հավասարաչափ խաշվում է հիմա, հա։ Կարտոֆիլը դրել եք։ Կարտոֆիլը մի քիչ հետո։ Սրանք ավելի դժվար է փողա, ասեմ այս բաները։ Մի 5 րոպե հիմա բերանը փակում եմ, մի լավ խաշվում է սա, կարտոֆիլը կավելացնենք,
Հետո ջուրը աղը կանաչին բան, տենց վերջում ընթացքում կասենք։ Ահա, էդ էլ կանաչին կարտոշկի ժամն ալսնում եմ։ Ինտերանի ջան։ Կարտոֆիլը լցնում։ Մի լավ էլի խառնենք։ Veri. Ջուրը։ Ի մեջ մեր պապերը լցնում էին, տենց։ Դրա համար ջուրը շատ է։ Շատ է, պետք մեկը ինքը եփելու է, քաշելու է, կարող է ընթացքում մի քիչ ավելացնել։ Ահա, տեսա։ Իսկ քանի րոպե։ Րոպեն տենց կարևոր չի նայում ես, եթե ամեն ինչը եփած է, փորձում ես եփած է, всё անջատում ես։ Ստեղ մնում է աղը, որը մի քիչ հետո ենք ավելացնելու, վերջում էլ կանաչին ու կարանք վայելել։ Մեր ճաշը արդեն գրեթե պատրաստ է, ամեն ինչը եփած է, համարյա, մի 5 րոպե եւ վերջ։ Աղը լցրել եմ, վերջին բաղադրիչը կանաչին է, առանց կանաչի ինչ ճաշ։ Մանավանդ էս հետ նայում եք Սյունիքի կորմիդորի կանաչի խառը, ռեհանով, քյարաբուզով, պետրուշկով, համեմով, հա, ամեն տեսակ կա, ամեն տեսակ։ Մի լավ է սենց թեթև խառնում ենք, կանաչի ոտ էլի, շատ բան չեմ անում, ինքը կանաչի մնա իր երեսին։ Շատ համեղ։ 5 րոպե կանաչու մեջ եռում է, կարանք համտեսենք արդեն մեր բաղի ճաշը։ Համեղ ճաշի տեսք։ Ճաշը արդեն պատրաստ է, քանի որ ինքը ջրիկ ճաշ է, նայեք, ահա։ Լցնում ենք այսպես խոր ափսեների մեջ, որ մարդիկ գթալով ուտեն։ Ահա, տեսեք բոլոր բաղադրիչները նայեք ոնց է երևում։ Ահա։ Մի քիչ էլ ջուր, մի փոքր էլ ջուր, ահա, всё, կարակ համտեսեք։ Համեցեք ուտելու։